Բոլոր նրանց համար, ովքեր սպասում են Ռամի գրքի լույսաշխարհ գալուն, նախ ուզում եմ կարդալ մի հատված Ռամի գրքի առաջաբանից։ Ուրեմն նշվում է հետևյալը. խոշոր լեզվաբան, պատմաբան, հնեաբան Նիկոլայոս Մարը իր կովկասյան մշակութային աշխարհը եւ Հայաստանը մենագրության մեջ գրում է. Արմյանին տերմինը հենց հայերի մոտ ստացել է ռամիկ ձևը, արամիկ բառի փոխարեն է, սկսել է նշանակել ցածր խավ, հասարակ ժողովուրդ, այստեղից ռամկական, այսինքն արմյանսկի, հայերեն բաղագծերում, եւ հայերի մոտ ստացել է ժողովրդական լեզվի նշանակություն, եւ ահա այստեղ առաջին անգամ նշмарվում է ռամ, ժամ, բառի կապը Արամ անվան հետ։ Ով էր Արամը, գիտի յուրաքանչյուր հայ ընթերցող, բայց նկարագրենք Արա Գեղեցիկի հորը Արամ աշխարհակալին խորենացու խոսքերով։ Արամի մասին պատմում են, թե շատ քաջագործություններ է կատարել հաղթական պատերազմներում եւ ընդարձակել է Հայաստանի սահմանները բոլոր կողմերից, որի անունով էլ բոլոր ազգերը կոչում են մեր երկիրը ինչպես հույները արմեն, իսկ պարսիկներն ու ասորիները արմենիկ, այսինքն նրա անունով են կոչում։ Ակնհայտ է Արամ, Ժամ, Ռամ կապը։ Ուրեմն տեղեկացնեմ, որ իհարկե Գարնանը պիտի լույս տեսներ Ռամի գիրքը, բայց տեխնիկական որոշ պատճառներով մի փոքր էլ ձգձգվում է եւ շուտով իսկապես ուրախ լուրով հանդես կգամ այդ գիրքը վերստին կդրվի հայ ընթերցողի սեղանին։